Չախարյան վաղագի հետ կապված պատվարժան դատարան քանի որ քննարկվեց այդ հարցը դուք հարցրեցիք, ուրեմն նախորդ ուրբաթ երեկոյից քրեակատվական հիմնարկում Վահագն Չախալյանի ինքնազգացությունը կտրուկ վատացել է, սակայն որևիցե շտապողություն չեն կանչել, նոր իմ կողմից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2 օր անընդմեջ կապնելու հետ համատեղ բուժ հիմնարկի քրեակատվական հիմնարկի բուժ անձնակազմը ընդամենը 5 օր հետո սրսկում է կատարել եւ նաեւ Վահագն Չախալյանը 3 քրեակատվական հիմնարկից ազատ է արձակվել գիշերը ժամը 12:01 այսինքն փաստացի Վահագն Չախալյանը քրեակատվական հիմնարկում մնացել է 3 ամիս 13 ժամ ու կես այսինքն 8 ամիս եւ 13 ժամ ու կես բայց հիմքում դրվել է քրեակատվական հիմնարկի ղեկավարության պատճառաբանումը, որ Վահագն Չախալյանը, քանի որ ձեր կողմից կայացված որոշման մեջ գրված էր ներառյալ, այդ է պատճառը, որ վերջինիս 3 ամիս եւ 13 ժամ ու կես են ավել պահել, բայց սա չէ խնդիրը ներկայիս վիճակն է, քանի որ դուք էլ իմացաք, որ շտապողության գալուց սրսկից հետո կարողացա ներկայանալ, վաղը ժամը 9:30-ից 10 ընկած ժամանակահատվածում խնդրում ենք որպեսզի թույլատրել Վահագն Չախալյանին Իզմիրյան բժշկական կենտրոն այցելի բժշկական փաստաթղթերը կներկայացնենք, ինչու հիմա չենք ներկայացնում, որովհետև քանի որ 3 գիշերն է արդեն տուն վերադարձել եւ որևիցե այլ բաներ չունենք, նաեւ բուժ հիմնարկին մեր այդ գրված մեր գրությանը պատասխան դեռևս չենք ստացել, այնուամենայնիվ առանց բժշկական փաստաթուղթ ներկայացնելու խնդրում ենք թույլատրել վաղը այցելել Իզմիրյան բժշկական կենտրոն, որից հետո կներկայացնենք բոլոր բժշկական համապատասխան փաստաթղթերը։ Հաջորդ նիստին։ Բժշկի պայմանավորվածություն կա, սպասում է, եթե դատարանը թույլ տա վաղը։ Իզմիրյան կենտրոն։ Իսկ շտապ օգնությամբ հնարավոր է տեղափոխումը կատարել, որովհետև դատարանը որոշման մեջ նաև բացառություններ էր սահմանել, տեսակցությունների հետ կապված նշել էր, որ բացառությամբ շտապ օգնության այսօր չտեղափոխեցին։ Հիմա ես չգիտեմ, եթե կանչեք ներկայացնում, այսօր չեն տեղափոխել, ասենք տեղափոխել։ Հիմա ես չգիտեմ, տեղափոխեն թե չէ։ Ինչ հետազոտություն պետք է անցնեք, ինչի հետ կապված։ Երիկամներից հետ կապված։ Սոնոգրաֆիա։ Մոտարապես որքան է ժամային առումով տևելու դա։ Կարծիքով մի ժամ, մի ժամը դենց։ Մի ժամ, այսինքն եթե 10-ին լինեք, մինչև 11-ը կավարտել։ Հա, երկար չի լինել։ Չեմ կարծում, որ դա։ Բարի։ Մեղադրանքի կողմը այս կապակցությամբ ունի որևէ բան հայտնելու։ Ծանր իմաստով իհարկե, եթե անձը ունի բժշկական հետազոտում անցնելու անհրաժեշտություն, իհարկե դա պետք է գնահատվի եւ հնարավորություն ընձեռնվի, բայց իմ կարծիքով այդպիսի հանգամանքը պետք է հիմնավորվի փաստաթղթով, համապատասխան փաստաթղթով, որը որ հաստատում է եւ վկայում է այդ մասին։ Ես ընդամենը այս հանգամանքն եմ դատարանի ուշադրությանը հրավիրում, հարցի քննարկումը թողնում եմ պատվարժան դատարան ձեր հայացողությանը, ներողություն մի հանգամանք էլ նշեմ, հիմա իհարկե ոչ ոք մասնագետ չի եւ չի կարող ասել իրականում այդ հետազոտումը կտևի 1 ժամ, 2 ժամ, թե 2 ժամ ու կես։ Եվ եթե այդ փաստաթղթի արկայությունը լիներ, նաեւ հնարավոր է որոշակի տեղեկատվություն տրամադրել իրական ժամանակահատվածի հետ կապված։ Չլիներ ստիպված այնպիսի իրավիճակ, որ դատարանը չունենա դրա վերաբերյալ հստակ պատկերացում, հնարավորություն ընձեռնի 40 րոպե 1 ժամ, բայց իրականում պարզվում է, որ 2 ժամ էր դրա համար անհրաժեշտ։ Այսինքն սա կդառնա ոչ նպատակասլաց եւ ոչ տեղին միջամտություն։ Այսքանը պատվարժան դատարան ձեր հայացողությանն է թողնում։ Մյուս մեղադրողը ցանկանում է Պատվարժան դատարան, ես կրկնվեմ, նախորդ գիշերը 24 րոպե։ Հասկանել է, կրկնվելու բառը չկա։ Այսինքն մենք այս բանին չենք կարող ներկայացնել, բայց կներկայացնենք հաջորդ նիստին։ Դա է պատճառը, մարդը մի քանի ժամ է տունն գտնվում։ Բարի։ Ուրեմն դատարանը համոզված է, որ թե պաշտպանը, թե մեղադրյալը համոզմունք է ներշնչում դատարանի մոտ, որ ձեր կողմից հայտնված է իրականություն է, դատարանը կթույլատրի ձեզ ամսի 6-ին, չէ, 6-ի մասին է խոսքը, մարտի 6-ին
առավոտյան ժամը 9:30-ից մինչև ժամը 12:00 հաշվի առնելով նաև այն ժամանակահատվածը, որ մեկնել ուժ հաստատություն եւ վերադառնալ, այսինքն ժամանակի հետ հատվածն հաշվը։ Այսինքն 9:30-ից մինչև 12-ը կթույլատրի, որպեսզի դուք համապատասխան ոստիկանության աշխատակցի կամ պրոբացիայի ծառայության մասնակցի ներկայացի մասնակցությամբ, ինչպես նաև պաշտպանի, եթե դրա անհրաժեշտություն լինի, ուղղությամբ մեկնեք համապատասխան բժշկական կենտրոն, տվյալ դեպքում Իզմիրլյան բժշկական կենտրոն եւ հետազոտվեք, բնականաբար այդ հետազոտման արդյունքների հետ կապված տեղեկատվությունը կներկայացնեք դատարանին, հաջորդ դատական նիստին, նաև այն ժամանակահատվածը, որը որ դուք գտնվել եք բժշկական կենտրոնում, այդ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալ ուժ հաստատությունից տեղեկանքի ձևով կներկայացնեք դատարանին, հաջորդ դատական նիստին։ Բարի։ Պատվարժան դատան հստակեցում, քանի որ Արմեն Ալեքսյանյանի հետ կապված նաև վերջինս նույնպես նախքան խափամշտը փոխվել է, տնային կալանքի այցելում էր, պրոբացիայի ծառայությունը եւ ոստիկանությունները չեն եկել երբևիցե, որևիցե մեկ անգամ։ Հիմա ես ճիշտ հասկացա, եթե վերջինս տեղեկացնող վերջինս չգան, կարող է իմ ուղեկցությամբ, միայն իմ ուղեկցությամբ կարող են գնալ։ Ծայրահեղ դեպքում, եթե նման հնարավորություն չստեղծվեց, եթե հնարավոր կլինի շտաբ բժշկական օգնություն հրավիրեք, թող մեքենայով տեղափոխեն անձին Իզմիրլյան կենտրոն, այդ հետազոտությունը անցնելու համար։ Դե այսօր Դատարանը գրություն հենց այսօր գրություն կհասցեագրի, որպեսզի հենց այսօր եւ պրոբացիայի ծառայությունը եւ ոստիկանության նայրի բաժինը այդ մասին տեղեկացված լինեն։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ առավոտյան մենք կկապնվենք ժամը այսօր երեկոյան կտեղեկացնենք, որ նման որոշում է կայացվել եւ առավոտյան 9:30 մինչեւ 9:15 կսպասենք, եթե չարձագանքեցին ձեր թույլտվությամբ, ես Վահագն Շախինյանը կգնամ 9:30-ից 9:15 չի լինի, 9:15-ից 9:15 մինչեւ կսպասենք, հետո ոչ եթե չեկան մենք միասին գնանք Իզմիրլյան կենտրոն։ Տեղեկանքը կներկայացնեք դատարանին այնտեղ գտնվելու ժամանակահատվածի հետ կապված, բարի։